Ողջույն սիրելիներս, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք հայկական համ ու հոտ ունեցող շատ համեղ տարբերվող ավելուկով կարկանդակներ։ Եթե ցանկանում եք ավելուկը պատրաստել չկրկնվող շատ համեղ տարբերակով, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է, ստացվում է գերազանց։ Ավելուկով ժարտավոր խմորով կարկանդակները դրսից ստացվում են փխրուն, խրխրթան, իսկ ներսից հյութալի ու անչափ համեղ։ Համերի կատարյալ համադրություն է, անպայման փորձեք և բաղադրատոմսով կիսվեք ձեր ընկերների հետ։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ ավելուկ, քանդում ենք հյուսքերը, հեռացնում ենք չոր հատվածները։ Ավելուկը չորանալու ընթացքում բավականին փոշի է կլանում, այդ պատճառով մի քանի անգամ լավ լվանում ենք եռման ջրով։ Բացի այդ, եթե կանաչին դառնահամ է պարունակում, եռման ջրի հետ այդ դառնությունը դուրս է գալիս։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է նաև ընկույզ, 1 գունդ ժարտավոր խմոր, սոխ, 1 ատամիկ սխտոր, 1 ձու աղ, քունջուտ և ձետ տապակելու համար։ Լավ լվանալուց հետո ավելուկի վրա լցնում ենք ջուր և կաթսան դնում ենք ցածր կրակի վրա, եփում ենք ընդամենը 5 րոպե, այն եփում է շատ արագ։ Բարեկամներ, իմ ալիքում կարող եք գտնել ավելուկով պատրաստվող 2 հրաշալի ապուրների բաղադրատոմս։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք դիտել և պատրաստել։ Ավելուկը, ընկույզը և սխտորը 3 անբաժանելի բաղադրիչներ են, մանրացնում ենք 100 գրամ ընկույզ։ Ես ավելացնում եմ նաև 1 գլուխ սոխ, եթե սոխ չեք սիրում, կարող եք չօգտագործել։ Ավելուկը արդեն պատրաստ է, ջրը քամում ենք, այնուհետև սեղմելով հեռացնում ենք ավելորդ հեղուկը։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Մի փոքր բուսայուղով տապակում ենք սոխը և սխտորը, այնքան մինչև սոխը դառնա թափանցիկ, այնուհետև ավելացնում ենք ջրքամած ավելուկը։ Կավելացնենք նաև մանրացրած ընկույզը։ Որպեսզի ավելուկի համը կարկանդակների մեջ արտահայտիչ լինի, ես համեմունքներից օգտագործում եմ միայն աղ, կանաչիներ չեմ ավելացնում։ Խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և թողնում ենք միջուկը ամբողջությամբ սառի։ Եթե սիրում եք տարբերվող հայկական բաղադրատոմսեր, ապա ավելուկով այս կարկանդակները շատ կհավանեք, քանի որ ստացվում են օրիգինալ, չի կարելի համեմատել ոչ մի կարկանդակի հետ։ Մինչ միջուկը կսառի, կրկնակում ենք 1 գունդ ժարտավոր խմոր։ Այս ժարտավոր խմորի բաղադրատոմսը կարող եք գտնել հայկական խոհանոց ալիքում։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ինչքան էլ որ այս խմորը բարակ բացենք, արտակարգ բարձրանում է և գեղեցիկ շերտեր է տալիս։ Խմորը բարակ բացելուց հետո բաժանում ենք 12 հատ մեծ քառակուսիների։ Մեջտեղի հատվածում առատ միջուկ ենք դնում և ծածկում ենք խմորի հաջորդ շերտով։ Ծայրերը ազատ ենք թողնում, որպեսզի շերտավոր խմորը լավ բարձրանա։ Հարում ենք 1 հավ կիտ, քսում ենք կարկանդակների վրա, որպեսզի դրանք համաչափ գեղեցիկ կարմրեն։ Ավելացնում ենք սև կամ սպիտակ քունջուտ, ըստ ճաշակի և կարելի է թխել։ Դնում ենք նախապես 220 աստիճան տաքացված ջեռոցը, թողնում ենք մոտ 20 րոպե, մինչև պատրաստ լինել է և մատուցում ենք։ Որքան բազմազան, հարուստ և տարբերվող է մեր հայկական խոհանոցը, բարեկամներ։ Պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել և արդյոք հավանել եք պատրաստման այս տարբերակը։ Ավելուկով այս կարկանդակները ոչ միայն համեղ են, այլ նաև ունեն գեղեցիկ տարբերվող տեսք, կարելի է պատրաստել նաև տոն օրերին։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ հայկական համ ու հոտ ունեցող նման հրաշալի կարկանդակների բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, ծնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։